Գիտեք, այստեղ միայն բառային ձևակերպման հարց չի, անկախություն թե վերանկախություն, որովհետև սա լուրջ իրավական հարց է, որից էլ ածանցվում են բազմաթիվ քաղաքական հետևություններ։ Մեր հարևանները Վրաստանը եւ Ադրբեջանը երկուսն էլ վերանկախացման օրեն հայտարարել իրենց հանրաքվեների օրը կամ անկախություն հռչակման օրը 91-ի մասին է խոսքը, բայց իրենց ազգային որպես տոնակատարություն նշում են մայիսի 26 եւ 28 օրերը, ինչպես մենք առաջին հանրապետությունն է եղել։ Ասեմ ավելին, եթե մենք նայում ենք առաջին հանրապետությունների իրավական կարգավիճակը, 3 հանրապետություն, Հայաստանը ամենաճանաչված էր, որտեղ Հայաստանը միակն էր, որ դե յուրե ճանաչում ուներ, ստորագրելով Սևրի պայմանագիրը, որտեղ շատերը չեն կարողանում հասկանալ, որ Սևրի պայմանագրի ստորագրումը դա նաև Հայաստանի դե յուրե ճանաչում էր բոլոր ստորագրողների կողմից։ Իսկ նման միջազգային փաստաթուղթ, օրինակ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չեն ստորագրել։ Հիմա այստեղից կա քաղաքական եւ անգամ ռազմական հետևություններ։ Օրինակ, Ադրբեջանի պարագային նա ինչ է ասում։ Ասում է, ես իրավահաջորդն եմ առաջին հանրապետության եւ դա միայն ասելով չի, ըստ էության այդպես է, դա ամրագրված է նաեւ իրենց անկախության այդ հռչակագրի մեջ, հենց այդ ձևել կոչվում է «Ավաստանավլենիե գосударственной независимости», ասենք վերականգնման մասին, ուրիշ բան, որ իրենք այնտեղ ոնց ասած համահանում են մեծ սահմաններով, անհասկանալի մեծ սահմաններ են առաջին հանրապետության համար գծում եւ իրենց այդ ժամանակի նկարտումները տարածքային իրենք համարում են հիմք եւ առ այսօր հիմա էլ իրենք խոսում են Զանգեզուրի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի առնվազն այդ 3 մարզերի մի զգալի մասը իրենց, այսինքն սա շատ կարեւոր է, որովհետեւ թե ինչն է հիմքը հանդիսանալու ի վերջո հակամարտության լուծմանը, դա էլ շատ բան է փոխվելու։ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ ինքը ուզում է սովետական Հայաստանը, այսպես ասած, հիմք ծառայեցնել, սովետական Հայաստանի սահմանները հիշենք, որ ձևավորվել է անօրինական քեմալա-բոլշևիկյան համաձայնությունների հետևանքով, դա հիմք ծառայեցնել հնարավոր չէ իրականություն դառնա, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր սահմանադրությունը, որտեղ այնտեղ կա հենց ուղղակի հղում անկախության հռչակագրին իրենց, որտեղ միանշանակորեն հավակնություններ կա Հայաստանի տարածքների նկատմամբ։ Հետևաբար Ադրբեջանի այն պահանջը, որ պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն, զուտ ելնելով անկախության հռչակագրի մեջ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի այդ միավորման մասին որոշումից դա բավարար չէ։ Հետևաբար ինձ համար սեպտեմբեր 21 ունի մեծ խորհուրդ, դա վերանկախացման տոն է, այսինքն Հայաստանը օկուպացվել էր 1920-21 թվականներին, ինչ եմ ասում 2021, որտեղ ըստ այդ օկուպացումը 2 անգամ է տեղի ունեցել, մեկ 20 թվականի դեկտեմբերի, երկուսին մեկ արդեն երբ որ փետրվարյան ապստամբությունը եղավ ապրիլի 2-ին։ Դրա համար մենք ուզենք թե չուզենք ի վերջո անդրադառնալու ենք առաջին հանրապետության իրավահաջորդության հարցին, որտեղ Ադրբեջանը տանելու է եւ տանում է խնդրի լուծումը այդ ժամանակաշրջան։ Եթե մենք պատրաստ չեղանք, մենք էլի հերթական զիջումների պիտի գնանք։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները, ինչպես անցյալում, նույնպես եւ հիմա անտեսում են Ադրբեջանի շատ հայտարարություններ եւ քաղաքականություն, պատճառաբանում են, այլ շատ արդարանում են սեփական ժողովրդի արչև իրենց անգործությունը արդարացնելու համար, ասելով, որ գիտեք, դա ներքին լսարանի համար է, դա կարևոր չի։ Երբ որ նույն Ադրբեջանը անդադ պնդում էր, որ իմ տարածքի 20% օկուպացվել է, ես ինքս բազմաթիվ անգամներ հարց եմ տվել, պնդել եմ, դուք էլ ժամանակ հարցրեք, իսկ որ փաստաթղթի համաձայն Արցախը եղել ձեր տարածքը, որ այն օկուպացվի կամ ոչ։ Երբ որ դուք լռելյան համաձայնում եք եւ աշխարհը ըստ էության չգիտի ավելին, քան մենք, եթե մենք չենք հակադարձում, աշխարհը լռություն ընդունում է որպես համաձայնության նշան եւ ստացվեց, որ այո, աշխարհը ընկալեց Արցախի օկուպացիան, հայաթափումը, բռնազավթումը որպես, ինչպես ադրբեջանցիք է ասում, սեփական տարածքների ազատագրում, որովհետեւ տպավորությունն էր, որ ՍՍՀ վարչական սահմանները, չգիտես ինչու, միջպետականն էլ չեմ ասում, այդ վարչական սահմաններն էլ անօրինական ձևով են ստեղծված, թեև մենք հակադարձելու շատ
շատ հիմքեր միշտ ունեցել ենք, հիմա էլ չկա դա, հիմա էլ մոտավորապես այսպես է, կարևորը մենք ինչ որ գործընթաց ենք վարում, այ օրինակ գնացինք, որ թուղթ ստորագրեցինք Վաշինգտոնում, հետևաբար այնտեղ մենք կարող ենք դրա հիման վրա սովետական սահմանների գոնե դա ապահովենք, ճիշտ է, 240 կիլոմետր էլ զիջելով, բայց ինչ որ մի բան մեզ կմնա, բայց գիտեք, Ադրբեջանի ոչ վարքը, ոչ քաղաքական գործունեությունը դրա մասին չի վկայում, որովհետև նախ ստորագրել ինչ որ փաստաթուղթ, ինչ որ հռչակագրեր, իսկ հռչակագիրը դա ոչ պարտադիր փաստաթուղթ է, դա հայտարարություն է, դա ինչ որ կամքի կամ ցանկության դրսևորում, ինչ որ քաղաքական կենաց։ Մարդիկ սեղանի շուրջ հավաքվել են, ինչ որ լավ խոսքեր են ասել, գնացել են։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը ցույց է տվել, որ ինքը անգամ կատարման համար պարտադիր փաստաթուղթեր, ինչ ասում binding documents, անգամ դա է խախտել ստորագրել, մասնավորապես այդ Մինսկի գործընթացի բոլոր փաստաթղթերի մեջ ինքը պարտավորվում էր, որ ուժի կիրառմամբ խնդիր չի լուծվելու, բայց մենք տեսանք դա ոտնահարեց եւ կարողացավ հանգիստել մարսել։ Հիմա իմ կարծիքով ինչա տեղի ունենում։ Ադրբեջանը ժամանակ է շահում, ինքը մեծապես զինվում է, դա միանշանակ է։ Շաբաթ չկա, որ մի ինչ-որ օդանավ նոր զենք չգա Ադրբեջան, հիմնականում հիմա Իսրայելից, հիմա 907-րդ բանաձևի վրա հերթական անգամ այդ արգելքը հանվել է, ես վստահ եմ իրենք նաև, իսկ Տրամպը բնականաբար փողի դիմաց ամեն ինչ կծախի, զենքի լավագույն տեսակներն է գնելու, այսինքն պատերազմը դառնում է անխուսափելի։ Գիտեք, հայտարարություններով չի որ խաղաղություն։ Ես բացից ասեմ կրկնեմ մի անգամ եւս, ռազմա քաղաքական հավասարակշռության վրա է խարսում խաղաղությունը։ Թշնամի առնվազն պիտի իմանա, որ հարձակումը իր վրա շատ թանկ է նստելու։ Այո, դու գուցե եւ դու թույլ ես, ոչ ոք չի ասում, որ մենք ունենք այդ հավասար հնարավորությունները, բայց դու կարող ես ստեղծել այնպիսի համակարգ, որ կործանիչ հարված հասցնի, այսինքն գայթակղությունը երբ է շատանում թշնամու մոտ, երբ որ թշնամի հասկանում է, որ ցածր, շատ քիչ կորուստներով կարող է հասնել իր նպատակներին։ Իսկ հիմա այս վերջի շրջանում ընդհանրապես առանց կորուստների Ադրբեջանը հասնում իր նպատակին։ Տեսեք, ինքը խնդիր է դնում ճակերտավոր մեր իշխանությունների առաջ, եւ այդ մեր իշխանությունները հանգիստ դա ընդունում են, թե մինչեւ այդ հայտարարում են, որ դա հնարավոր չի, չէինք ընդունի եւ այլն։ Լիքը դեպքեր կարող են բերել, մասնավորապես հենց խիշեցինք Վաշինգտոնը, որտեղ կողմերը դիմեցին Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, երբ որ նույն Հայաստանի իշխանություններն ասել էին, որ նման հայցով կդիմենք միայն այն դեպքում, երբ որ խաղաղության պայմանագիրը ուժի մեջ մտնի։ Հետևաբար Ադրբեջանի վարքագծից եւ հռետորաբանությունից պիտի հասկանալ նրա քաղաքականությունը եւ ոչ թե մեր ցանկություններից։ Մեզ թվում է, որ եթե մենք պատրաստ ենք զիջելու եւ պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր հանձնառություններին, դեմ Ադրբեջանն էլ այդպես։ Բնավ այդպես չէ։ Հիմա Ռուսաստանի պարագայում բնականաբար այստեղ ռուսական քաղաքականության սխալն է, որը բումերանգի օրենքով եկավ խփեց Ադրբեջանին։ Մենք այստեղ կներեք Ռուսաստանին։ Մենք այստեղ ինքներս բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Ղարաբաղը այն միակ շահագրգռող գործոնն էր, որը պահում էր Ադրբեջանին ռուսական ազդեցության ոլորտում։ Ռուսաստանը, եթե տեր չկանգնեց Ղարաբաղին, թեև աշխարհի երևի ամենահավատարիմ տարածքը Ռուսաստանին դա Ղարաբաղն էր, բառից բուն իմաստով տեր չկանգնեց դավաճանեց, հիմա Բալիևին էլ ինչին է պետք Ռուսաստանը, պետք չի, դրա համար էլ ինքը արդեն խաղում է մեկ այլ խաղ, այդ պանթյուրքիզմի եւ պանթյուրանիզմի մեծ քարտը, որը տարբեր երկրների դեմ է ուղղված, այդ թվում նաև Ռուսաստանի։